Գյումրիի քաղաքապետարանը թիմ ընտրություններում 6%-ի շեմը հաղթած ու ավագանու մանդատներ ստացած քաղաքական 3 ուժերին այսօր հրավիրել էր քննարկելու Գյումրիի զարգացման հնգամյա ծրագիրը։ Քննարկումները չկայացան, գալա Բարգավաճ Հայաստան հայկական վերածնունդ կուսակցություններից որևէ ներկայացուցիչ այդպես էլ չեկավ։ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ինչպես է գնահատում 3 ուժերի կողմից իրենց հրավերը մերժելը։ Ուրեմն քանի որ քաղաքական ուժեր են, իսկ քաղաքականության մեջ զգացմունքային, խռովություն, չգիտես ուրախություն, տխրություն, այդպիսի կատեգորիա չկա քաղաքականության մեջ, կա հստակ ուրեմն պայմանավորվածություններ, ծրագրեր, որոնցով գործվում է եւ պետք է զարգանա մեր քաղաքը։ Եվ մենք առաջարկել ենք հնգամյա ծրագիր, որի հետ կապված ես կարող եմ համարել սա որպես բոյկոտ, քանի որ երեքն էլ չմասնակցեցին, որոնք անցել են 6%-անոց շեմը։ Որպես քաղաքական գործիչ ես գնահատում եմ սա բոյկոտ։ Գյումրիի ավագանու կազմում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը Բարգավաճ Հայաստանն է 8 մանդատով։ ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանը Ազատության հետ հեռախոսազրույցում հաստատեց, որ այսօրվա քննարկման հրավերը ստացել են, ասաց չեն մասնակցել քննարկմանը, քանի որ 3 քաղաքական ուժերը հուշագիր են ստորագրել ավագանու աշխատանքները բոյկոտելու մասին։ Մենք արդեն ստորագրել ենք հայտարարություն, որ քաղաքապետարանի հետ կապված գործառույթներին մենք կմասնակցենք միայն այն դեպքում, որ Սահմանադրական դատարանը որոշումը կայացնի։ Կայացնելուց հետո նոր որոշում կընդունենք եւ կուսակցությունները, հետագա իրենց գործառույթների համար, բայց մինչև Սահմանադրական դատարանը որոշում չկայացնի, մենք արդեն հայտարարությամբ ստորագրել ենք, որ չենք մասնակցի որևէ գործառույթի, այդ թվում այսօրվա ուրեմն զարգացման ծրագրի քննարկման։ Այսինքն բոյկոտում եք բոլոր տեսակի հրավերները մինչև Սահմանադրական դատարանի որոշում։ Մինչև Սահմանադրական դատարան որևէ գործառույթի մենք չենք մասնակցել։ Գալա կուսակցության ներկայացուցիչ Քրիստինե Մկրտչյանը եւս մատնանշեց 3 ուժերի կողմից ստորագրված հուշագիրը ու հավելեց, որ Գալա կուսակցությունը հրաժարվում է մասնակցել որևէ հանդիպման ու քննարկման, քանի դեռ վիճարկվում է մանդատների բաշխման օրինականությունը։ Նախապես նաև հայտարարություն ենք տարածել 3 քաղաքական ուժերով, որ մենք կբոյկոտենք աշխատանքները։ Այդ հայտարարության կոնտեքստում, այդ հայտարարության համատեքստում չենք ներկայացել եւ հարմար չենք գտնել լինել այնտեղ։ Մենք ինչպես հայտնի է դիմել ենք վարչական դատարան, վարչական դատարան ինչպես եւ սպասում ենք կայացրեց այն որոշումը, որ հրամցրել էին դատարանին, շարունակելու ենք պայքարել մինչև ներպետական ատյանների սպառումը եւ ինչպես հայտարարել ենք դիրքորոշումը չի փոխվել մեր, որ մինչև դատական ատյանների սպառումը մենք շարունակելու ենք բոյկոտել։ Այսինքն որևէ հրավերի դեպքում դուք չեք ընդունի որևէ հրավեր։ Ոչ իհարկե։ Բոյկոտը շարունակում եք։ Այո։ Հայկական վերածնունդ կուսակցությունից չկարողացանք պարզաբանում ստանալ, թե ինչու չէին մասնակցում Գյումրիի զարգացման հնգամյա ծրագրի քննարկմանը։ Վաղը Գյումրիի քաղաքապետարանում նախատեսվում է հանդիպում թիմ ընտրություններում 6%-ի շեմը չհաղթած քաղաքական ուժերի հետ։ Սամվել Բալասանյանը ասաց, որ իրենք պատրաստ են լսելու քննարկել ցանկացած առաջարկություն, որը վերաբերում է քաղաքում առկա խնդիրների լուծմանը։